Հրազդանի Ռնդամալ ջրառատ թաղամասում շորվա մսապուրը համտեսելու էին եկել տեղի բնակիչներն ու ազգային ուտեստները գնահատող հյուրերը Հայաստանի տարբեր բնակավայրերից։ Շորվայի փառատոնը Հայաստանում առաջին անգամ էր անցկացվում։ Համայնքի փորձառու խոհարարները մսապուրի պատրաստումը սկսել են դեռ նախորդ օրվանից։ Անասունը մորթել ենք, դվերել ենք, մի քիչ սարթնա, մինչև իրիկուն, ջարդել ենք, լրիվ կտրտել ենք, առավոտ շուտ, ժամի 6-ից 5-ից 6-ից դնում ենք վրան եփումա։ Շորվա մսապուրն ընդգրկվել է Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության շտեմարանի ուտեստների ցանկում որպես Հրազդանի տարածաշրջանի ազգային ուտեստ։ Փառատոնի անցկացման համար Ռնդամալ ջրառատ թաղամասն են ընտրել, հաշվի առնելով այստեղ տարբեր ընտանիքներում շորվա մսապուրի ճշգրիտ բաղադրությամբ կիրառումն ու հատուկ ծիսակատարությունների սրահի առկայությունը։ Հարյուրավոր տարիներ շարունակ շորվան հայ գերդաստաններում անպակաս է եղել հավաքույթների սեղաններից։ Մինչև 1950-ականների կեսերը հարսանյաց հանդեսների, ուրախ-առիթների գլխավոր տաքուտեսն է եղել։ Թոնրի վրա, օջախի վրա են պատրաստել։ Այնուհետև խաշլամա խորովածի հայր գալուց հետ է մղվել եւ 1970-ական թվականներին կոնկրետ մեր գյուղում շորվան արդեն թաղման հոգեաց ընկվել։ Այստեղ որպես մասնակից եմ, որովհետև ես ծնունդով հենց Հրազդանի ջրառատ թաղամասից եմ, ռնդամալցի եմ, հայրս ռնդամալցի է։ Շորվան թվում է թե այդպես հեշտ հասարակ սուպի պես, սոուսի պես մի բան է, բայց գաղտնիքները տիրապետում են շատ քիչ մարդիկ եւ էլի սերնդեսերունդ փոխանցում են այդ գաղտնիքները։ Մեծ հպարտությամբ պետք է ասեմ, որ այսօրվա շորվա եփողը էլի մեծ Գերդաստանից Սեփոյ Մաքսիմի տղա Սլավիկ Հոպարն է մեր։ Հրազդանի ավանդական մսապուրը պահպանելուն ու տարածելուն ուղղված այս միջոցառման կազմակերպիչը ջրառատ բարեգործական հասարակական կազմակերպությունն է։ Մեր խորհրդի երախտագիտությունը ջրառատ բարեգործական հասարակական կազմակերպության ուրեմն հոգաբարձների խորհրդի անդամ մեր սիրելի համագյուղացի Էդուարդ Սարիբեկյանին, մենք ասում ենք Մելոյ Էդո գյուղում, ինքն է հիմքը դրել նախաձեռնությունը, որ դառնա ավանդական, արդեն բոլորով միասնական հաջորդ տարիներից սկսենք նշել։ Շորվայի փառատոնը թեև առաջինն էր, բայց մարդաշատ էր, երգ, պար, ուրախ տրամադրություն։ Այստեղ լավ ժամանակ էին անցկացնում թե մեծերը, թե երիտասարդներն ու երեխաները։ Եկել էին ընկերներով, հարևաններով ու ընտանիքներով։ Ասում են շորվան նաև տոհմահավաք նշանակություն ունի։ Երիտասարդները գալիս են ոչ միայն տոհմի, գյուղի տոհմերից, իրար հետ ծանոթանում են, չի ճանաչել, ճանաչում է, միասին գործ են անում, միասին հաց են ուտում ու դա միացնում է։ Միջոցառումը նաև լավ առիթ է համախմբելու շուրջ 200 տարի առաջ Ռնդամալ ջրառատում բնակություն հաստատած ավելի քան 164 տոհմերի սերունդներին։ Ազգային խոհանոցը որպես ինքնության ցուցիչ կարելի է ասել ոչ լեզվին է զիջում, ոչ հավատքին, ասում է ճանաչված շեֆ խոհարար Սեչակ Մամուլյանը, հորդորելով ազգային խոհանոցը չտարանջատել մշակույթից։ Նման փառատոնների արդյունավետությունը Մամուլյանը շատ բարձր է գնահատում ազգային խոհանոցի արժևորման եւ աշխարհին ներկայացնելու տեսանկյունից։ Նշում է, փառատոնի առաջին շահառուն հենց ջրառատցին է։ Սա հնարավորություն է տալու իրեն ներկայացնելու, վաճառելու իր բերքն ու բարիքը։ Խոհանոցը որպես զբոսաշրջային արդյունք մեծ տեղ է գրավում ողջ աշխարհում։ Մարդու մոտ ամենավերջում մոռացվում է համի եւ հոտի հիշողությունը։ Դա ուզենք թե չուզենք։ Բացի դրանից խոհանոցը այն քիչ զբոսաշրջային արդյունքներից է, որը նույն մարդուն կարող է եւս մեկ անգամ, երկու անգամ, երեք անգամ նորից հիշեցնի այս երկրի մասին եւ առիթ դառնա այցելելու։ Հոյակապ։ Արջ համտերնա։ Մինչ այցելուները վայելում էին համերգային միջոցառումը, շփվում հին ու նոր ծանոթների հետ, հնչում է սպասված հայտարարությունը՝ շորվան արդեն պատրաստ է։ Առանց կաշկանդվելու, համտեսեք շորվան,
Շահշարի շորման եւ վստահ եմ դու ձեր լավ երախտականը կտաք։ Ուրախ եւ բարձր տրամադրություն որոնի ժողովուրդ։ Հրաշք, չտեսնված։ Անմահական, ընտիր։